Ախպեր չէ, սանը բարսացել ես վերև։ Ուրեմն եւս մեկ անգամ եւ խնդրում եմ եւ պահանջում եմ ճանապարհային երթևեկության կանոնների հաշվին ոչ մի գործողություն չկատարել։ Լուսացույցի կարմիր արգելող ազդանշանի դեպքում խախտումներ չեք անում, ձայնային ազդանշաններից չեք օգտվում, քանի որ արգելված է իմ թվարկած, հա, գումարած խմբակային երթևեկությունը չի թույլատրվում, եթե խախտեք ընդհանուր երթևեկության անվտանգության սպառնալիք ստեղծվի։ Եղավ։ Այսինքն միանշանակ ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները ես եւս մեկ անգամ եմ ասում, հա, խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի դուք ձեր կողմից պահպանեք։ Մեկ է միաթած, դուք կարող եք մեզ ուղեկցեք։ Երթուղի։ Այո, երթուղի։ Կողմնորոշվեք երթուղի հետ կապված։ Ուրեմն քարտիչների հետ կոնկրետ քանի որ հարց տրվեց, ես կոնկրետ հարցին պատասխանեմ։ Այդ քարտիչ ասելով վթարային լուսային ազդանշաններ չի կարելի, քանի որ չէ իմներ։ Քանի որ վթարային ազդանշանները կոնկրետ դեպքերում են միացնում, կոնկրետ դեպքեր կան, որ միացվում են, տվյալ պարագայում օրենքով դա ճանապարհային երթևեկության կանոններով արգելված է։ Լույսերը միացնել։ Լույսերը կարելի է։ Լույսերը կարելի է։ Իհարկե գնացել է։ Սաղին հատավորել եք։ Եթե խախտումներ եղել են, Բոլորը թարթիշներով ենք շում հարցը։ ես ամեն դեպքում, եթե նմանատիպ բաներ եղել են, որպես ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, բոլոր խախտումները արձանագրվում են ոչ միայն մեր կողմից, այլ նաև տեսանկարահանման սարքավորումների։ Բոլոր, ասենց ասած, Գաբարիտները միացած։ գաբարիտները միացած քիշենք հիմա թարտիչ, հնարավոր չի թարտիչ միացնենք։ Դա մեր համար մեծ բան Ես չի, եթե ասեցի հնարավոր է։ ճանապարհային երթևեկության Կանոնների պահանջը։ վթարային լուսային ազդանշանները միացվում են կոնկրետ պայմանների։ Հիմա բան է, ճանապարհը, ուրեմն Կիևյանով գնում ենք, Բաղրամյան, իջնում ենք Պրոսպեկտով Ամիրյանով հրապարակ ենք մտնում, Նալբանդյանով բարձրանում ենք, ճիշտ է, Նալբանդյանով բարձրանում ենք։ Մի րոպե, Նալբանդյանով, ճիշտ է։ Դանդաղ են գնալու դրան, հա։ Նալբանդյանով Սայաթնովայով արդեն Պրոսպեկտով երևի գալիս ենք ստեղ։ Սայաթնովա Բաղրամյան, Կիևյան, որ դրոշները հետ։ Սայաթնովա Բաղրամյան Կանգար ոչ միտեղ չի կատարվում, ընդհանրապես երթևեկում եք, ընդհանրապես երթևեկում եք։ հրապարակ մտնում ենք, Նալբանդյանով բարձրանում ենք, բան է։ Այսինքն դուրս են գալիս Կիևյան փողոց, Կիևյան Բաղրամյան, թե Օրբելով։ Չէ, Բաղրամյան։ Կիևյանով թե Օրբելով։ Կիևյանով Բաղրամյան, Օրբելի չենք մտնում։ Կիևյանով Բաղրամյան, Բաղրամյանից Մաշտոցի փողոցը, Ամիրյան փողոց, ճիշտ է, Նալբանդյան, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթնովա, հետ են գալիս էստեղ։ Նալբանդյան, Պատկերացրեցինք նույն երթուղով, էլի Բաղրամյանով։ Էլի Բաղրամյանով։ Շատ է։ Իսկ հրապարակում թե որ մի երկու պտույտ տան դա խնդիր չի, չէ՞ երևի։ Ու դա գիտեմ դա օրենքով բան չի անում։ Ես ասեմ, այսքան մեքենաների իրար հետ միաժամանակյա երթևեկությունը հաստատ շատ տեղերում խնդիր է առաջացնում։ Փորձենք անցնել Երթևեկության հետ կապված, դա ասենք տենց Ավետել կխնդրենք լուրջ պահել չի, ասենք հնարավոր չի այսքան մեքենա միաժամանակ նենց երթևեկեն, որ ինչ-որ չխանգարեն կամ կանաչի տակով բոլորը միաժամանակ ասեն բան, հա։ Չէ, դե պարզա, դեք փորձենք մաքսիմալ։ Ուղղակի ասեմ, 2-3 Տեղյակ եք, որ շատ խաշմերուկներ նաև տեսանկարահանվում են, տեղյակ եք։ Հա, տեղյակ եք, որ խախտումների դեպքում խախտումներ միաժամանակ, միանշանակ ֆիքսվելու է հետևաբար մենք ընդհանուր խոսեցինք, էլի։ Ոչ մի հիմնավորում չեմ տեսնում եւ բնականաբար մասնակցում եմ այս բողոքի ակցիային։ Այլ ակցիաներ մասնակցել եք այս ընթացքում, թե սա առաջինն է։ Ոչ, էլի ա եղել մասնակցել եմ, ոչ միշտ եմ կարողացել ցավոք սրտի մասնակցել, բայց մի
անգամ մասնակցել եմ այն։ Չենք պիասնում, մենակ լուսարձակները, սիգնալ չենք տալիս։ Դա համ չի թույլատրում, համ է բարձրախոսի խոսածածը կխանգարի։ Հարկելի քաղաքացիներ, հունվարի 1-ից որոշ կատաղացում հոսելու 6-13%-ով, խնդրում եմ միացեք մեր պայքարին, մենք դեմ ենք այս արենքին։ Ինչ չէ։ Սննդի, տրանսպորտի, ես չեմ հասկանում, ինչի հաշվին մարդ կարող է այդ ավել գումարները հատկացնել։ Իսկ անվստահություն դա երկրորդ Դա ինչ ենք երկու շարք։ Պայքարն արդեն սկսված է, և ընթանում է բարեհաջող հունով։